Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1462-րդ օրն է։ Այսօր լրացավ 4 տարին, ինչ Պուտինը Կիևը 3 օրում է գրավում, այսպես սկսեց իր այսօրվա ուղերձը նախագահ Զելենսկին։ Զելենսկին հիշեցրեց իր պատասխանը նրանց, ովքեր առաջարկում էին լքել քաղաքը. «Ինձ զենք է պետք, ոչ թե տաքսի»։ Այդ օրը շատերը չգիտեին Զելենսկու այդ խոսքերի մասին, բայց ապրում էին նույն սկզբունքով։ Բարիկադներ էին կառուցվում, ականապատումներ էին իրականացվում եւ թշնամուն այնպես դիմավորեցին կիևցիները, որ Մոսկվայում մինչ օրս չեն կարողանում մոռանալ։ Երեկվա եթերում ես ասացի, որ Ուկրաինան շատ հարվածներ է հասցնում վերջին օրերին, հատկապես վերջին շրջանում։ Նախորդին Կիևը հայտարարեց այն ենթակառուցվածքների մի մասի ոչնչացման մասին, որոնք օգտագործվում էին Բելարուսի տարածքից դրոններով Ուկրաինայի վրա հարձակումների համար։ Հենց դրանով էր բացատրվում Լուկաշենկոյի տագնապը եւ այն իրարանցումը, որ տեղի էր ունենում Բելարուսում։ Լուկաշենկոն փորձում էր ուժ ցուցադրել, ինչ-որ հավաքներ էր կազմակերպում, վարժանքներ, բայց ծիծաղելի են այդ ամենը, ինչպես եւ հենց ինքը Լուկաշենկոն։ Բելարուսին հարվածների մասին կպատմեմ քիչ ուշ, դրանց մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացահայտ հայտարարել է բելարուսական անկախ Zerkalo պարբերականին։ Մինչդեռ լայնամասշտաբ ներխուժման 4-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար Կիևը արդեն ժամանել են 11 օտարերկրյա հյուրեր, այդ թվում Եվրոմիության ղեկավարները եւ Հյուսիսային Եվրոպայի ու Բալթյան երկրների առաջնորդները։ Պատերազմի 4-րդ տարելիցին Մոսկվայում երևի որոշել են բոլորին ծիծաղեցնել։ Պուտինի այսպես կոչված արտաքին հետախուզության ծառայությունը Փարիզին եւ Լոնդոնին մեղադրել է Ուկրաինային միջուկային տեխնոլոգիաներ փոխանցելու նախապատրաստման մեջ։ Այսպես կոչված հատուկ ծառայությունը պնդում է, թե ներկայումս Լոնդոնում եւ Փարիզում դիտարկում են Կիևին ֆրանսիական TN-75 փոքրածավալ մարտագլխիկ փոխանցելու հնարավորությունը, որը պատկանում է Սուզանավերի վրա տեղակայվող M51 բալիստիկ հրթիռներից մեկին։ Անցյալ տարվա աշնանը հենց նույն այսպես կոչված Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարում էր, թե արևմտյան երկրները պատրաստվում են դիվերսիա իրականացնել Զապորոժիեի ատոմակայանում, դրա մեջ միջուկային ռեակտորների ակտիվ գոտու հալեցմամբ։ Ըստ ռուսների տվյալների, գործողությունը իբր մշակվել էր բրիտանական Chatham House վերլուծական կենտրոնում, նպատակ ունենալով հնարավորություն գտնել շտաբ փոխելու ուկրաինական հակամարտության արևմտամետների համար բացասական ընթացքը եւ դրա անկալումը արևմուտքի հանրության կողմից։ Պատկերացնում եք սրանց այլասերված մտքի թռիչքը։ Ընդ որում եվրոպական նատոյականները ըստ ռուսների տեղեկատվական գործողության շրջանակներում պատրաստվում էին իբր համոզել հանրությանը, թե միջուկային աղետի համար մեղավոր է Մոսկվան։ Ամենայն հավանականությամբ անցած աշնանը հենց ռուսների գործունեության արդյունքում ինչ-որ վտանգ է եղել, փորձում էին փաթեթավորում պատրաստել։ Այդ այսպես կոչված հատուկ ծառայությունը հաճախ է շատ ծիծաղելի հայտարարություններ անում։ Նրանք նաև հայտնում էին Ուկրաինայի կողմից իբր պատրաստվող սադրանքի մասին Լեհաստան ներխուժելու տեսքով ռուսական եւ բելարուսական ստորաբաժանումների քողի տակ։ Ռուսների պնդմամբ դրա օգնությամբ Կիևը իբր հույս ուներ Եվրոպայի երկրներին դրդել Ռուսաստանին տալ առավելագույն կոշտ ցանկալի է ռազմական պատասխան։ Հետարքիր է մինչև հիմա տեղի ունեցողը ինչ է, պատերազմը ռազմական գործողություն չէ։ Երևի իրենք էլ չեն հասկանում, թե որքան ծիծաղելի են դարձել աշխարհի համար եւ ում հետ են իրականում պատերազմը։ Հիմա Եվրոպան է Ուկրաինայից օրինակ վերցնում, իր զորքերը վարժեցնում, այնպես իր զինամթերքը համապատասխանեցնում այն մակարդակին, ինչպիսին Ուկրաինայում է, իսկ ռուսները փորձում են ժողովրդի լեզվով ասած շառանել, իբր Եվրոպային տղա ենք բերում իրենց վրա։ Դե մարդասպան Պուտինի ծառաներն են, պարզ է թե ինչեր պետք է հորինեն։ Մինչդեռ լուրջ հատուկ ծառայությունները կատարում են իրենց աշխատանքը, նկատի ունեմ ամերիկյան հետախուզությունը, ԱՄՆ ռազմածովային ուժերի Boeing P-8A Poseidon հակասուզանավային հետախուզական ինքնաթիռը կրկին նկատվել է Հորմուզի նեղուցի վրա Իրանի սահմանների մոտ երկրների միջև աճող լարվածության ֆոնին։ Այս ինքնաթիռները հարվածներից առաջ են հայտնվում, կամ հնարավոր է պարզապես հետախուզություն լինի նաև հոգեբանական ճնշում Թեհրանի վրա։ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի 4-րդ տարելիցի օրը նախագահ Զելենսկին եւ առաջին տիկին Ելենա Զելենսկայան եվրոպական առաջնորդների հետ միասին Կիևի Սուրբ Սոֆիայի տաճարում աղոթել են ուկրաինացիների եւ Ուկրաինայի
Էստոնիայում արժանապատիվ խաղաղության համար աղոթքին մասնակցել են Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը, Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը, Իսլանդիայի վարչապետ Քրիստրուն Ֆրոստադուոտիրը, Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինյան, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն, Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը եւ Լատվիայի ազգային պաշտպանության նախարար Ռոբերտաս Կաունասը աղոթքներ են ընթերցել եկեղեցիների եւ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները, մասնավորապես Ուկրաինայի ուղղափառ եկեղեցուց, ռեֆորմատորական եկեղեցուց, Ուկրաինայի հռոմեական կաթոլիկ եկեղեցուց, Ուկրաինայի հունական կաթոլիկ եկեղեցուց, ավետարանական քրիստոնյա բապտիստների եկեղեցիների համաուկրաինական միությունից, Ուկրաինայի հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդներ անձամբ ներկա եւ ձեր էկրաններին տեսնում եք լուսանկարը, իհարկե առաջին պլանում մեր սրբազանն է, Ուկրաինայի մուսուլմանների հոգեվոր վարչությունից էին ներկա, Ուկրաինայի ավետարանական եկեղեցուց եւ Ուկրաինայի հրեական կրոնական կազմակերպությունների միավորումից, այսպիսի երկիր է Ուկրաինան եւ այսպիսին է այստեղ հոգեվորականությունը, երևի թե Ուկրաինայի հայ առաքելական եկեղեցականները Ուկրաինայում ավելի շատ են տարբեր երկրների քաղաքական գործիչների հետ շփվում, քան հայկական քաղաքական դաշտի քաղաքական գործիչները։ Սա իրականում մեծ լծակ է, պարզապես դրա մասին իմանալը պետք, հատուկ շեշտեցի, հենց հատուկ մանրամասն ներկայացրեցի, գիտեմ, որ լսում են տարբեր կողմերից, թող իմանան իրականությունը, ինչպիսին է Ուկրաինան, ինչպիսին է հայերի դերը, հայ առաքելական եկեղեցու դերը Ուկրաինայում։ Պատերազմի տարելիցի օրը հիշողությունների օր է, ընկերների հետ հանդիպման օրը, եւ մենք այսօր եթերում հանդիպում ենք ձեզ հետ արդեն որպես հարազատ մարդիկ, օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ամենօրյա աջակցության համար։ Դուք հսկայական ուժ եք տալիս, ինչի համար շատ շնորհակալ եմ ձեզ։ Դժվար է նման օրերին եթեր պատրաստել, հույզերը շատ են, բայց պետք է մանավանդ որ ձեր տրամադրությունը բարձրացնելու առիթներ կան։ Եվրամիությունը 1 տարով եւս երկարաձգել է պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, 20-րդ փաթեթը դեռ չի ընդունվել, բայց մինչ օրս ընդունված պատժամիջոցների 19 փաթեթները երկարաձգվել են։ Ռուսները ավելի ու ավելի են իրենց վրա զգում այն ծանրությունը, որը պատրաստել էին մեզ համար։ Օր չի անցնում առանց պայթյունների, այսպես կոչված Ռուսաստանի տարբեր քաղաքներում եւ անկյուններում Պուտինի ՖՍԲ-ն ցանկանում էր ահաբեկչություններ կազմակերպել ուկրաինական քաղաքներում մեր ոստիկանների դեմ։ Գիտեք, Լվովում 1 մարդ զոհվեց, պայթյուններ էր եղել նաեւ Նիկոլաևում եւ Դնեպրում, իսկ երեք գիշեր պայթյուն ստացավ Պուտինը Մոսկվայում զոհերով եւ վիրավորներով։ Երևում է Կրեմլում այդպես էլ չհասկացան, որ Ուկրաինայի դեմ նորանոր ստոր հանցագործություններ ծրագրելով նրանք նոր ոլորտներ են բացում պատասխան հարվածների համար։ Երևում է Պուտինի սպասավորների ուշքը շատ դանդաղ է տեղը գալիս, Ուկրաինան թշնամուն ոչինչ չի ներում, եւ քանի դեռ շարունակվում է այս անարդար պատերազմը, թե Կրեմլի եւ թե նրա միլիտարիստական հասարակության մոտ խնդիրները ավելի են շատանալու։ Մոսկվայի օդանավակայանների կոլապսին գումարվեց նաեւ Սոչիի օդանավակայանը, այնտեղ հազարավոր ուղևորներ արգելափակվել են օդանավակայանում զանգվածային դրոնային հարձակումների պատճառով։ Ես գիտեմ, որ մեր եթերները լսում են նաեւ թշնամիները։ Դուք մեր դեմ փորձեցիք ցեղասպանության բոլոր մեթոդները, Հոլոդոմորից մինչև Խալադոմոր, ցրտահարություն, սովամահությունից մինչև ցրտահարություն։ Եվ հիմա մի զարմացեք ձեր խնդիրների վրա, որքան ավելի ճիշտ մենք թուլացնենք ձեր երկիր Ռուսաստանը, այնքան ավելի շատ անակնկալներ են պատահելու մեր թշնամիների հետ, քանի որ այն պատերազմը, որը ռուսները սանձազերծեցին Ուկրաինայի դեմ, արդեն վերադառնում է այնտեղ, որտեղից եկել է։ Հիմա ռուսները հետզհետե ավելի հստակ կհասկանան, թե ինչ է նշանակում գնալ պատերազմ սեփական ֆինանսական հարցերը լուծելու համար։ Իսկ այդ ընթացքում ռազմաճակատում մարտերը շարունակվում են, կարծես մի փոքր տեմպը ընկել է, որովհետև ռուսական զորքը չի կարողանում մսացու գտնել գրոհներ ուղարկելու համար, բայց ուկրաինական ուժերը միևնույն է գտնում են։ Նախորդին ռազմաճակատում տեղի է ունեցել 116 մարտական բախում, որոնց ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը լիկվիդացրել են եւս 920 օկուպանտի եւ նրանց 1941 միավոր տեխնիկան եւ սպառազինությունը։ Ուկրաինայի գլխավոր շտաբը նաեւ հայտնել է, որ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր լիկվիդացված օկուպանտների թիվը հասել է 1 միլիոն 261 հազար 420-ի, ռելիզը ձեր էկրաններին է։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նշել է ռուսական հարձակումների դեմ Ուկրաինայի արդյունավետ պայքարը եւ անսպասելի տարածքային ձեռքբերումները, որոնք հաստատվել են միջազգային մամուլի կողմից, ռազմական հրամանատարության տվյալներով Ուկրաինայի մեր ուժերը վերականգնել են վերահսկողությունը 400 քառակուսի կիլոմետր տարածքի եւ 8 բնակավայրերի նկատմամբ։ Երեկվա եթերում Ֆեսենկոյի հետ հարցազրույցից առաջ այդ մասին հայտնել էի։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին անցնելը խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջխաղացմանը նպաստելու համար։ Խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Հիշեցնեմ նաեւ, որ օրը 24 ժամ կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շրջնորությունների մասին մեր Telegram-յան ալիքից, QR կոդը ձեր էկրաններին է։ Այսօր ցավոք ունենք նաեւ դառը լուրեր։ Ուկրաինայի հայերի միությունը հայտնել է մեր երկու հայրենակիցների մահվան մասին։ Ռազմաճակատում զոհվել է մեր հերոսը Միսակ Քերոփյանը, նա Օդեսայից էր։ Միսակը ծնվել է 94 թվականին Օդեսայում, հերոսը հավերժ մնաց 32 տարեկան։ Այսպիսի ժամանակներ են, հեռանում են լավագույնները։ Սա մի ցավ է, որին ընտելանալ հնարավոր չէ։ Նաև այսօր տեղեկացանք Չեռնովցի հայ համայնքի ղեկավար Վիկտոր Ալեքսանդրի Դավիդովիչի մահվան մասին։ Նա համայնքին մեծապես նվիրված մարդ էր, օժտված էր հսկայական գիտելիքներով։ Նրա հետ մենք պատրաստել ենք բազմաթիվ գիտական եւ պատմական նյութեր, որոնք կարող եք գտնել մեր անալիտիկա կայքում։ Նա շատ բան է արել Բուկովինայի հայերի, ինչպես նաեւ Ուկրաինայի ողջայության ողջ համայնքի համար։ Մեզ բոլորիս համար սա մեծ կորուստ է։ Եվ երկար սպասված լուրի մասին աղաղորդեմ ձեզ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անկախ բելարուսական ԶԵՌԿԼ հրատարակությանը տված հարցազրույցում հայտնել է, որ Բելարուսի տարածքից Ուկրաինայի դեմ իրականացվող անօդաչու սարքերի հարձակումներում ներգրաված ենթակառուցվածքների մի մասը արդեն ոչնչացվել է ուկրաինական զինված ուժերի կողմից։ Խոսքը վերաբերում է ժամանակակից ռետրանսլյատորներին, որոնք օգտագործվում էին հարվածային դրոնների ուղղորդման եւ գործողությունների համակարգման համար, այդ թվում Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների դեմ։ 3-4-ը արդեն չկան։ Մենք պարտավոր էինք դա անել, ասել է Զելենսկին, մեկնաբանելով այն աշտարակների վերաբերյալ իրավիճակը, որոնց միջոցով, ինչպես նշվում է, իրականացվում էր շահեդների կապը եւ թռիչքների ճշգրտումը։ Ես օրերս մեր եթերում ասացի, որ ռուսները Բելարուսի տարածքով կոորդինացնում էին իրենց գրոհները Ուկրաինայի հյուսիսի եւ արևմուտքի հանդեպ։ Հիմա Ուկրաինայի նախագահը մանրամասներ է հայտնում։ Նման օբյեկտները անմիջականորեն կապված են քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարվածների հետ եւ հետեւաբար դիտարկվում են որպես օրինական ռազմական թիրախներ, ասել է Զելենսկին ի նկատի ունենալով ոչնչացված թիրախները Բելարուսում։ Փաստացի խոսքը համակարգի այն տարրերի ապամոնտաժման մասին է, որոնք թույլ էին տալիս հարվածներ հասցնել ուկրաինական քաղաքներին։ Զելենսկին նաեւ կոշտ արտահայտվեց պաշտոնական Մինսկի դիրքորոշման վերաբերյալ, հայտարարելով, որ Ուկրաինան ունի Կրեմլի ռեժիմին աջակցելու փաստագրված ապացույցներ։ Զելենսկու խոսքով քարտեզներում եւ տեսանյութերում արկա տվյալները հաստատում են բելարուսական տարածքի օգտագործումը Ուկրաինայի վրա հարձակումներին աջակցելու համար։ Սա հանցագործություն է։ Մենք կզբաղվենք այդ հանցագործությունների իրավական բաղադրիչով, ընդգծել է Ուկրաինայի նախագահը։ Առանձին ուշադրություն Զելենսկին հատկացրել է Ռուսաստանի եւ Բելարուսի հնարավոր համատեղ զորավարժությունների մասին հաղորդագրություններին։ Ուկրաինական գնահատմամբ նման միջոցառումներ արդեն մեկ անգամ ծառայել են որպես լայնածավալ ներխուժման քողարկում։ Զելենսկին բացահայտ զգուշացնում է, որ ցանկացած ռազմական ակտիվություն, որը կարող է օգտագործվել Ուկրաինայի դեմ, կդիտարկվի անվտանգության եւ ռազմական սպառնալիքների տեսանկյունից։ Ինձ թվում է Բելարուսում հասկանում են սա ինչ է նշանակում։ Եթե արդեն եղած հարվածները քիչ են, կարող ենք ավելացնել։ Երևի թե մեր լսարանից շատերը կհիշեն, թե ինչպես էր վերջերս Լուկաշենկոն իրար անցում ստեղծել այսպես կոչված բելարուսական բանակի մարտական պատրաստության շուրջ։ Պարզվում է պատճառը ուկրաինական կոշտ պատասխաններ ռուսներին օգնելու համար։ Լուկաշենկոն փորձում էր ուժ ցուցադրել Կիևի առաջ, սակայն նրա մոտ ոչինչ չստացվեց։ Ռուսաստանի Պետդումայում սկսել են հրապարակայնորեն խոսել տնտեսական ծանրագույն ճգնաժամի մասին, որն արդեն հարվածում է նույնիսկ պաշտպանական ձեռնարկություններին։ Դե այս ուղին ընտրել են հենց իրենք ռուսները, հավանություն տալով Ուկրաինայի դեմ պատերազմին, իսկ հետո 22-ի գարնանը Պուտինին վերընտրելով։ Ինչ ցանել եք, դրա բերքն էլ հնձում եք։ Իդեպ Թաթարստանում ուկրաինական դրոնների երեկվա հարվածից բարձրացող ծուխը դեռևս տարածվում է ավելի քան 170 կիլոմետր։ Հրդեհը շարունակվում է եւ ըստ մեր տեղեկությունների նորանոր տարածքներ են բռնկվում։
Եվ մինչ Ռուսաստանի որոշ տարածքներում կտրուկ շոկ է դարձել, մյուսներում ռուսները սառչում են իրենց տներում, ավելի ստույգ Ռուսաստանի միանգամից մի քանի տարածաշրջանի բնակիչներ ձմռան կեսին բախվել են լայնամասշտաբ վթարների եւ այժմ սառչում են իրենց բնակարաններում առանց ջեռուցման եւ տաք ջրի։ Խաբարովսկում հազարավոր մարդիկ մնացել են առանց ջեռուցման ջերմամայրուղու վթարի պատճառով։ Նմանատիպ պատկեր է դիտվում Իրկուտսկի մարզի Բոդայբո քաղաքում, որը Ռուսաստանում անվանում են Սիբիրի ոսկե մայրաքաղաք։ Տարածաշրջանի հարստությունը չի փրկում մաշված ցանցերից եւ կրկնվող վթարներից, ինչա որ գումարները ծախսում են Ուկրաինայի դեմ պատերազմի վրա։ Իդեպ Ռուսաստանում նորից ձեռնամուխ են եղել ադրբեջանցիներին նեղելու, այնտեղ Իվանովոյի մարզի ադրբեջանցիների ազգային մշակութային ինքնավարության տարածաշրջանային հասարակական կազմակերպության նախագահ եւ գործարար Ասիֆ Մամեդովը ՖՍԲ-ի որոշմամբ զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից, ինչպես իրենք են ձևակերպել ազգային անվտանգությանը սպառնալիք ստեղծող գործողության համար։ Իդեպ նա ծնունդով արցախյան Վարանդայից է, որն իրենք Ֆիզուլի են անվանում։ Շարունակեմ մեր հարվածների թեման։ Ռուսաստանի Սարատովի մարզի Էնգելս ռազմավարական օդանավակայանում հզոր պայթյուններ են որոտացել այսօր։ Սոցցանցերում ականատեսները հրապարակել են կադրեր, որոնցում երևում է ծխի հսկայական սյուն, հիշեցնելով միջուկային սնկի։ Դրանից առաջ տեղի բնակիչները նկատել են դրոններ, որոնք շատ նման էին ուկրաինական An-196 լյուտի դրոնին։ Ըստ նախնական տվյալների դրոնները կարող էին հարվածել զինամթերքի պահեստներին։ Ամենայն հավանականությամբ խոշոր պահեստ է խոցվել, գենշտաբից դեռ մանրամասներ չկան։ Ժամանակավորապես օկուպացված Ղրիմում փետրվարի 24-ի գիշերը նույնպես պայթյուններ են լսվել։ Դրանք արձանագրվել են Սևաստոպոլի Կաչա եւ Եվպատորիայի մոտակայքում գտնվող Սակի օդանավակայաններում։ Բացի այդ, ուկրաինացի զինվորականները հարվածներ են հասցրել ռուսական զորքերի կառավարման կետերին, պահեստներին եւ վերանորոգման բազային։ Օգտագործվել են ամերիկյան Atacams բալիստիկ հրթիռներ, այս մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։ Հարված է հասցվել նաեւ Դոնեցկի մարզի ժամանակավորապես զավթված Նովոպետրիկովկայի շրջանում գտնվող Ռուսաստանի 5-րդ բանակի օժանդակ կառավարման կետին։ Պաշտպանության ուժերը Ուկրաինայի խոցել են նաեւ Ռուբիկոն կենտրոնի ստորաբաժանման նյութատեխնիկական միջոցների պահեստար Զապորոժիեի մարզի Վասիլևկայի շրջանում։ Բացի այդ, հարվածներ են հասցվել Դոնեցկի մարզի Պրիազովսկայի շրջանում թշնամու զինամթերքի եւ նյութատեխնիկական միջոցների պահեստին, ինչպես նաեւ Զապորոժիեի մարզի Ալեքսանդրովկայի շրջանի զինամթերքի պահեստին։ Զապորոժիեի մարզի Յակիմովկայի շրջանում խոցվել է ռուսների վերանորոգման բազան, իսկ փետրվարի 23-ին Դոնեցկի մարզում խոցվել են թշնամու կառավարման օբյեկտները Ուդաչնեյի շրջանում հրամանատարական դիտակետը եւ դրոնների կառավարման կետը, իսկ Պակրովսկի շրջանում դրոնների կառավարման կետը, զավթիչների կորուստները եւ վնասների վերջնական մասշտաբները ճշտվում են։ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի ուժերը փետրվարի 24-ի գիշերը ոչնչացրել են ռուսական հոպի մի քանի համակարգեր, ինչպես նաեւ Ուրագան կայանը։ Մադիարի տվյալներով թշնամու Ուրագան համազարգային կրակի ռեակտիվ համակարգը հայտնաբերվել է Զապորոժիեի մարզի օկուպացված տարածքում գտնվող կրակային դիրքում։ Անօդաչու համակարգերի 414-րդ առանձին բրիգադի Մադիարի թռչունների մարտիկները անմիջապես հարվածել են թշնամու դիրքին, ինչի հետևանքով Ուրագանը ոչնչացվել է։ Դոնեցկի մարզի օկուպացված տարածքում անօդաչու համակարգերի ուժերը նույն գիշերը ոչնչացրել են ռուսական Buk M1 զենիթ-արտիլերային համալիր, իսկ բռնակցված Ղրիմում Pantsir S1 զենիթ-արտիլերային հրանոթային համալիր եւ Մալախիտ ռադիոլոկացիոն կայանը։ Թշնամու ոչնչացված այս ռազմական տեխնիկայի ընդհանուր արժեքը կազմում է տասնյակ միլիոնավոր դոլարներ, միայն մեկ Pantsir S1-ը արժի 15-ից 20 միլիոն դոլար, կախված մոդիֆիկացիայից։ Եվ վերջում ավարտեմ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությամբ։ Նա հանդես է եկել Ուկրաինա-Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման 4-րդ տարելիցի կապակցությամբ։ Ուկրաինայի դեմ պատերազմը Ռուսաստանի համար վերածվել է եռակի ձախողման, հայտարարել է քաղաքական գործիչը սոցիալական ցանցում։ Մեջբերեմ, այս պատերազմը Ռուսաստանի համար եռակի ձախողում է, ռազմական, տնտեսական եւ ռազմավարական։ Այն ամրապնդեց ՆԱՏՕ-ն, որի ընդլայնումից Ռուսաստանը ցանկանում էր խուսափել, համախմբեց եվրոպացիներին, որոնց Պուտինը ձգտում էր թուլացնել, եւ ի հայտ բերեց այլ դարաշրջանի իմպերիալիզմի փխրունությունը, գրել է Մակրոնը, մատնանշելով Պուտինի ձախողված իրավիճակը։ Այսքանով ավարտեմ այսօրվա եթերը։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք։ Խնդրում եմ չմոռանալ լայքել մեր հաղորդումը եւ հնարավորության դեպքում կիսվել սոցիալական ցանցերում, իսկ նրանց, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել մեր ալիքներին, խնդրում եմ անպայման բաժանորդագրվել, դա մեզ շատ է օգնում։ Ձեզ ցանկանում եմ ամենայն բարիք եւ մինչ նոր հանդիպում վաղվա եթերում, հուսամ վաղվա լուրերը կլինեն ել ավելի լավը։ Բարով մնաք։